Բարև ձեզ։ Այսօր եւս ինչպես միշտ անդրադառնալու ենք տարածաշրջանային եւ գլոբալ աշխարհքաղաքական վերջին զարգացումներին, այդ թվում իրավիճակը Ուկրաինայի շուրջ, որի հարցը քննարկվել է նախորդին երկու կարևոր հեռախոսազրույցների ժամանակ Պուտին-Թրամփ եւ Պուտին-Հռոմի-Պապ։ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է նաև Իրանի միջուկային ծրագրի հարցը, իսկ Իրան-ադրբեջանական հարաբերությունների հարցը քննարկել են այս երկու երկրների նախագահները եւ այն գնահատել են որպես շրջադարձային պահ։ Այսպիսի հետաքրքիր փազլ, որի տողատակերը փորձելու ենք հավաքել այս 30 րոպեների ընթացքում, բնականաբար անդրադառնալու ենք նաև Հայաստանի ներքին օրակարգին։ Այդ օրակարգում առաջնայինը շարունակում է մնալ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ եւ եկեղեցու բարձրաստիճան սպասավորներ խորացող ճգնաժամը կարելի է ասել եւ այս համատեքստում Հայաստանի Հանրապետության վարչապետի վերջին գրառումը կոչը ամենայն հայոց կաթողիկոսին անձամբ պարզաբանել եւ անձամբ պատասխանել այն հարցին, թե արդյոք խախտել է կուսակրոնության ուխտը եւ արդյոք երեխա ունի, ասում է հոտը իրավունք ունի իմանալու ամբողջ ճշմարտությունը։ Սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես հիմա զրուցելու եմ Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Աշրակյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Աշրակյան։ Բարև ձեզ։ Ես մոտավոր ուրվագծեցի այն հարցերը, որոնց շուրջ պետք է զրուցենք, սկսենք Ուկրաինայից։ Ձեր գնահատմամբ ինչ է կատարվում այստեղ եւ ռազմաճակատում եւ դիվանագիտական հարթության մեջ նկատի ունեն փոխադարձ հարվածները, ուկրաինական անօթաչուների հարվածը, հա, ռուսական այդ տարածքում գործող օդանավակայանների վրա ինքնաթիռների ոչնչացումը Ռուսաստանի պատասխանը, հետո հանդիպումը Թուրքիայում, հանդիպումից հետո հեռախոսազրույցը Թրամփ-Պուտին, որի մասին իդեպ Թրամփն ասել է, թե լավ զրույց է, բայց ոչ այնպիսի զրույց, որը կհանգեցնի անհապաղ խաղաղության։ Նախագահ Պուտինը շատ կտրուկ ասաց, որ ստիպված կլինի արձագանքել օդանավակայանների վրա վերջերս տեղի ունեցած հարձակմանը։ Ձեր գնահատականը։ Շնորհակալ եմ հարցի համար եւ հրավերի համար։ Ռուսական իմպերիայի գործառույթի խնդիրը կա աշխարհի առաջ։ Դեռևս 17-18-րդ դարերում Եվրազիական տարածքի կառավարման խնդիրը կար։ Եվ Մոսկվայի իշխանը Իվան Գրոզնին, որ դարձավ ցար, այդ ցարը ինքը իրեն չհռչակեց, իրականում իրեն շնորհվեց։ Նույնիսկ Հռոմի Պապը խոստացել էր, եթե անհրաժեշտ է, ինքը մկրտի ցար, բայց որոշեցին այլ ճանապարհով գնալ։ Ուրեմն գործառույթը որն է ռուսական պետության, ինչպես նաև հայկական պետության, բրիտանական եւ այլն, այսինքն պետությունը բացի իր քաղաքացիների կարիքները բավարարելուց աշխարհում ինչ գործառույթ ունի։ Ռուսական իմպերիան, որպեսզի կարողանա կատարել այն գործառույթը, որ ակնկալում էր Արևմտյան Եվրոպան, տեսեք Հունգարիան, Լեհաստանը, Ավստրիան չկարողացան կատարել ապահովել Եվրոպայի անվտանգությունը հորդաներից։ Մոսկվայի իշխանն ասեց, ես կապահովեմ, բայց ինձ ռեսուրսներ են պետք։ Օրինակ վիկինգների տարածքները, այսինքն Բալթիկ ծովը ինձ պետք է, հյուսիսային ծովով դուրս գալ աշխարհ, քիչ է, Բալթիկ ծովը ինձ պետք է։ Լեհաստանի տարածքների կեսը, Անդրկովկասի իրենց լեզվով եմ ասում, քրիստոնյաները ինձ պետք են, որպեսզի ապահովեմ ես Օսմանյան կայսրության թիկունքում ձեր անվտանգությունը, ուրեմն ինձ իրավունք է պետք, դրանք նամակագրություն է, փաստեր են, օրագրեր են, ինչ որ ասում եմ, ես չեմ հնարում։ Այն ժամանակվա բաները կան, հռչակումները, ու Ռուսաստանին հանձնվեց Ուկրաինան, Լիտվան, Բալթյան երկրները վիկինգների շվեդներից խլեցին, տվեցին, թույլ տվեցին, որ Ռուսաստանը հաղթի Շվեդիային, հաղթի Լեհաստանին, լեհ-լիտվական պետությանը, թույլ տվեցին, որ Ռուսաստանը հաղթի Պարսկաստանին եւ Օսմանյան Թուրքիան, մի անգամ դիմադրեցին Ղրիմի պատերազմը, որը աղետալի հետևանքներ ունեցավ եւ բարեփոխումները սկսվեց։ Այսինքն ռուսական իմպերիան ունեցել է ֆունկցիա, հիմա այդ ֆունկցիայի համար ինքը շարունակում է պնդել, որպեսզի կառավարելի լինի եվրազիական տարածքը, օրինակ Միջին Ասիայի, որը Պակիստանի շարունակությունն է, այն ժամանակ Պակիստանը բրիտանացիներինն էր, ազատ էր, Աղվանստանը, Պակիստանը եւ Միջին Ասիան կարող են միավորվել։ Դա այն ժամանակ, հիմա Ռուսաստանը շարունակում է պնդել եւ շարունակում է ուզել։ Այսինքն
այս գաղափարները ինչ որ դուք ասում եք ոչ ուղիղ տեքստով, բայց 2007 թվականի Մյունխենի անվտանգության համաժողովի ելույթում էր։ Այո։ Եթե դուք ուզում եք Ռուսաստանը դառնա ռեսուրսների պահապանը, այդ տարածքներում հսկայական ռեսուրսներ, տվեք ինձ անձնակազմ, տվեք ինձ Ուկրաինան, տվեք ինձ Հայաստանը, տվեք ինձ Վրաստանը։ նախին խորհրդային միությունը։ Այո, դա բավարար ռեսուրս է մարդկային, ինտելեկտուալ եւ սահմանային Նապոլեոնից, Հիտլերից։ Լավ, իսկ հիմա ինչ են ասում այդ տվողները կամ չտվողները։ Հետաքրքիր բան առաջացավ հետագայում, արդեն 1990 թվականի նոյեմբեր ամսին ուրիշ բան առաջարկեցին՝ ինտեգրացիա, այսինքն Ռուսաստանը միանա Եվրոպային, այսինքն Եվրոպան գա մինչև Վլադիվոստոկ։ Այդ պատնեշը Բերլինի պատնեշը ինչի քանդվեց։ Ասեցին չկա այդ պատնեշը, Ռուսաստանը, ժողովրդավարական Ռուսաստանը թող դառնա Եվրոպայի մի մասը, եւ այսինքն Եվրոպան վերցնում է իր վրա պատասխանատվությունը Ռուսաստանի անվտանգության, այսինքն մարդաքանակը արդեն 500 միլիոն է։ Ոչ թե 150 միլիոն, 200 միլիոն, այլ 500 միլիոն է եւ Ռուսաստանը պարտավորվում է ապահովել ներողություն։ Եվրոպան պարտավորվում է ապահովել Ռուսաստանի անվտանգությունը։ Հետո էլի ջրեր հոսեցին։ Հետո պարզվեց, որ Ռուսաստանը չի այդ անկառավարելի է դառնում, օրինակ չեչենական պատերազմը։ Ասենք Ռուսաստանը ինքը չկարողացավ այդ հարցը լուծել, ազգային փոքրամասնությունների հարցը, հակասությունները շատ մեծ էին։ Ես ձեզ ասեմ 3 չէ առաջ օրը Ուզբեկստանը հայտարարեց, որ միանում է Շուշիի հռչակագրին ոսկե հորդան Թուրանի հետ, իսկ Ուզբեկստանը միշտ հեռու էր մնում Թուրան ծրագրից, որտեղ ոսկե հորդայի տերն էր իրեն համարում մրցում էր Ղազախստանի հետ։ Տեսեք ինչ խնդիր կա, Ռուսաստանը իր գործառույթը կատարելու համար ասում է ինձ մարդ է պետք, տարեկան 1 միլիոն ռուսաստանցի, հիմնականում եվրոպական ռուսաստանցին, եվրոպացի քրիստոնյաներ պակասում են, ասում են հիմա 85 միլիոն բնակչություն ունի Ռուսաստանի Ֆեդերացիան ու ամեն տարի 1 միլիոն ռուս պակասում է։ Ով է տեր կանգնելու Ռուսաստանի տարածքին, ռեսուրսներին, Պակիստանը, Չինաստանը, ով է տերը լինելու։ Ռուսաստանը ասում է տվեք ինձ ռեսուրսներ, ես այս կիսա ավտորիտար, կիսա դեմոկրատական, կիսա իմպերիական ձևով, այո, որոշ բռնություններով գուբերնատորներին պետք է նշանակեմ, հենց Թաթարստանին տալիս եմ նախագահի ղեկավարի կարգավիճակ, արդեն ավտոնոմիայի խնդիր է առաջանում, անկախության խնդիր է առաջանում։ Դուք հիմա շվեդ բանում չեք տալիս, չէ՞, Շոտլանդիային կամ Կատալոնիային չեք տալիս, որովհետև կամ Բելգիայում չեք կիսում։ Դա ասում եմ ես էլ չկիսեմ։ Այդտեղ այդ երկու կոնցեպցիաների խնդիրը կա։ Հիմա Միացյալ Նահանգների նախագահը Ուկրաինան տալիս է, չի տալիս, կարող է տալ, եթե նույնիսկ ուզի, թե չի կարող տալ։ Դա երկրորդ խնդիրն է արդեն։ Նույն Ռուսաստանը, որպեսի գործառույթը իր այդ տարածքի կարևոր գործոն, որպեսի կատարի, ուրեմն ինքը պետք է կամ Չինաստանի հետ գործընկեր լինի, կամ Միացյալ Նահանգների, սրանից 100 տարի առաջ, 150 տարի առաջ Չինաստանը եւ Հնդկաստանը ուղղակի գաղութ էր, իսկ Չինաստանը կիսագաղութ էր։ Այդպիսի գործոն չկար, իսկ Ճապոնիան փակ էր, մեկուսացած էր, արգելված էր հրազենը։ Սամուրայերն ասում են մենք թրով կկռվենք, թող փորձի մեկը գալ։ Հրաձենից հրաժարվեցին, այսինքն ամերիկացիները համաձայն են Ուկրաինան չէ, Ֆրանսիան էլ հանձնել Ռուսաստանին, որպեսզի Ռուսաստանը լինի հակակշիռ Չինաստանին։ Չինաստանի թիկունքում Ամերիկայի Միացյալ Նահանգներին պետք է հզոր որոշ իմաստով սուրովի։ Չոր։ Խիստ, այո։ Եվ непредсказуемый, ոնց անկառավարելի ինչ որ իմաստով դաժան ուժ, որ չգիտենք ինչ կանի, այ հետո կասենք 1945 թվականին կասենք դե լավ ոչ զայրացած էին։ Այ Ամերիկայի Միացյալ Նահանգները շահագրգռված է որպես գործընկեր ունենա Ռուսաստանին, Չինաստանի դեմ։ Չինաստանն էլ ուրիշ ծրագիր ունի։ Խաղաղ օվկիանոսում իր ծրագրերը ունի, այդ հեռավոր արևելքի իր ծրագրերը ունի,
Ռեսուրսների համար ինքը խնդիր չունի, որովհետև Ռուսաստանը ամեն ինչ տալիս է մատչելի գներով։ Լավ, ասում եք Միացյալ Նահանգների համար պետք է որպեսզի այստեղ ունենա չոր եւ անկառավարելի ինչ որ առումով Ռուսաստան։ Հա, իսկ մեջտեղում Ուկրաինան է, հա, Ուկրաինան, Հայաստանը, Վրաստանը, բայց Ուկրաինան առանց Հայաստանի, Վրաստանի քիչ է։ Ուկրաինան առանց Բալթյան երկրների քիչ է։ Արտոնաբերությունը կանգ է արել ռուսական։ Ռուսաստանը, բայց հիմա կոնկրետ Ուկրաինայի հարցն ենք քննարկում։ Ուկրաինան ըստ էության չի տրվում։ Եվ ասում է մենք եւ մեր գործընկերները Ռուսաստանի առաջարկներին լուրջ չենք վերաբերվում։ Այս դեպքում եթե Միացյալ Նահանգներին դուրս ենք բերում, ովքեր են գործընկերները մնում, որ լուրջ չեն վերաբերվում եւ պայքարում են եւ պայքարելու են։ Այդ կոնցեպցիաների պայքարն է Եվրոպան պնդում է, որ Ռուսաստանը պետք է լինի դեմոկրատական եւ Եվրոմիության ասոցիատիվ անդամ, այսինքն կից անվտանգ սահման։ Եվրոպան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը այսօր ամբողջությամբ չեն համընկնում։ Դա է պատճառը, որ ամերիկացիները հեռանում են Եվրոպայից, ասում են դե դուք արեք, Ուկրաինային դուք պաշտպանեք, եթե դուք այդ ծրագրի տերն եք, ինքներդ արեք։ Հիմա Ուկրաինան ինչ որ շատ կարևոր հանգուցային փոփոխություն է բերել այս ներկայ իրադրությունում։ Ես ինչ նկատի ունեմ, որ նախընթաց տարիներին պատերազմի սկզբից ի վեր եւ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան արգելում էին, ըստ էության թույլ չէին տալիս Ուկրաինային, զենքնել չէին տալիս հեռահարության այնպիսի մակարդակով, որ կարողանար գործողություններ իրականացնել Ռուսաստանի տարածքում։ Հիմա այդ արգելքը վերացված է եւ հիմա արդեն հնարավոր է, որ պատերազմը տեղափոխվի նաեւ Ռուսաստանի տարածք։ Հնարավոր չի։ Մենք կանգնած ենք փաստի առաջ, եթե հասնում են Սիբիր, արդեն եթե ուկրաինական մարտական գործողությունները, դիվերսիոն խմբերը հասել են Սիբիր, հյուսիս Մուրմանսկ, դե արդեն պետք չի, խնդիրը լուծվել է հեռահարության, այսինքն կարող եք եւ ձեր հրթիռները չտալ։ Ուկրաինացիները պինդ անկույս դուրս եկան, անակնկալ մատուցեցին, ես ինչի եմ միացնում Հայաստանը եւ Վրաստանը, հետագայում նաև Ֆինլանդիան ու Բալթյան մեր Բալթյան սովետական Բալթյան երկրները, որովհետև դրանք մենք բոլորս միասին կարող ենք սովետական միության իրավահաջորդները կարող ենք ռուսական իմպերիան դարձնել կենսունակ առանց մեզ, առանց հայերի, առանց վրացիների այստեղ, առանց Ուկրաինայի, Բելարուսը դե հիմա մենք հաշվի չենք առնում, բայց Բելարուսը երևույթ է 10 միլիոն բնակչությունով իր ինժեներական անձնակազմ տերմինով եւ Բալթյան երկրները։ Այստեղ կարևոր է նաեւ հակակշիռների խնդիրը, հակակշիռների հարց կա։ Եվրոպացիները ամբողջությամբ ուզում են կլանել Ռուսաստանին որպես գործընկեր եւ արժեքային համակարգ կրող։ Ամերիկացիները ասում են թող լինի մրցակցություն ձեր մեջ, տարբեր տեսակներ են, այսինքն կոնցեպցիաների խնդիր կա։ Անշուշտ դրա տակ կան նյութական շահը, այդ հասկանալի է, մետաղները, ծրագրեր եւ այլը։ Դրանից բացի Ռուսաստանը ունի նաեւ մի ուրիշ գործառույթ։ Մենք Չինաստանի մասին խոսեցինք, իսկ հարավը Ռուսաստանը չափազանց արժեքավոր դեր է կատարում թուրքական աշխարհի համար։ Թուրքական աշխարհին սպառնալիքը Թուրքիայի եւ թուրքական պետությունների այդ հնազանդությունը, Իրանի այդ խոսելու, բանակցելու կամքը առաջանում է ռուսական սպառնալիքով։ Ռուսական սպառնալիքը դրանց դարձնում է կառավարելի։ Մինչև Իրանի այդ խնդրին անդրադառնալը ես մեր զրույցի սկզբում նշեցի, որ երկու կարևոր հեռախոսազրույց է եղել Պուտին-Թրամփ եւ Պուտին-Հռոմի Պապ։ Սրանք պատական համընկնումներ են, թե այստեղ ինչ-որ ոչ այնքան էլ ոչ պատական է նկատի ունենալով, որ Հռոմի Պապը ամերիկացի է եւ կարծես թե Թրամփի աշխարհայացքի գաղափարների կրողն է, կարծես թե սա մեկ եւ Ռուսաստանի համար սա ինչ նշանակություն ունի Հռոմի Պապի հետ խոսելը, արդյոք սա սիմվոլիկ ինչ-որ մի բան է, թե խորը բովանդակային կամ մյուս կողմից Ռուսաստանի քաղաքական մեկուսացումը
ճեղքելու մասով սրա հետ կապված ինչ դիտարկումներ ունեք։ Շատ հետաքրքիր։ Փոքր դադարից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ, ես անցանք հարցը Պուտին եւ Ռոմի Պապ հեռախոսազրույցին Վատիկանի կարևորությանը։ Դա ես նույնիսկ կուզենայի մի փոքր զուգահեռ տեսնել մեր այսօրվա օրակարգի հետ, բայց չշեղվեմ, ես սիրում եմ շեղվել, թույլ մի տվեք։ Եկեղեցու տերակատարությունը Ռոմը ալդընտրանքային բանակցային հարթակն է եղել Ստամբուլից առաջ եւ Ստամբուլի հետ զուգահեռ։ Այսինքն Ռուսաստանին առաջարկեցին կաթոլիկ, ոչ բողոքական, ոչ անգլոսաքսոնական, այ կարևոր է։ Դուք ասացիք, որ ամերիկացի է ցակումով, բայց անգլոսաքսոնական չի։ Այսինքն քրիստոնեական է, եվրոպական է, Ռուսաստանի համար հասկանալի մշակույթ է, բայց մրցակիցն է։ Ճիշտ նույնը ինչպես եւ Ստամբուլը։ Երկրորդ Ռոմն է Ստամբուլը։ Թուրքիան հասկանալի է Ռուսաստանի համար, բնակչության 25-30 միլիոն թուրք կա Ռուսաստանում։ Հետո նեղուցների խնդիրը, մաքսանենգությունը, այսինքն Ռուսաստանին Ռոմի Պապի կարծիքը շատ կարևոր էր Ռուսաստանի համար, առաջարկեց բարոյական աջակցություն խաղաղությանը։ Այսինքն եթե Ռուսաստանը գնա խաղաղության առանց հաղթանակի, այ մենք խնդիրը դա է մեր մոտ երկրորդը կոնցեպտուալ ասացինք այդ հայեցակարգային խնդրից բացի գործառույթների կա երկրորդ խնդիրը մեր առաջ կանգնած է, եթե չի հաղթում կողմերից մեկը, այդ իշխանությունը ինչ է դառնում, այդքան արուն թափվեց, այդքան ռեսուրսներ, պատժամիջոցներ ու կապիտուլյացիա է, երկուսի համար է կապիտուլյացիա, այ խաղաղության պայմանագիրը այսօր առանց հաղթանակի, Ռոմի Պապը եկավ առանց հաղթանակի խաղաղության, ճատագով որպես, ասաց հաշտվեք Կերևա 1000 տարի հետո, 100 տարի հետո, համբերեք Կերևա, ես կարծում եմ, որ Ռոմի Պապը արդարացումն էր երկուսի համար, երկու կողմերի համար, եւ Ռուսաստանի համար, եւ Ուկրաինայի համար, եթե պայմանագիր կնքվի խաղաղության, հաշտության, զինադադարի առանց հաղթանակի, Ռոմի Պապի հեղինակությունը բավարար է։ Հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են նաեւ Իրանի միջուկային ծրագիրը եւ ասում եմ մենք քննարկեցինք Իրանի հարցը եւ այն փաստը, որ որոշում կայացնելու համար Իրանին տրված ժամանակը սպառվում է։ Ես նախագահ Պուտինին ասացի, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ եւ կարծում եմ մենք համակարծիք ենք այս հարցում։ Մենք գիտենք, որ մինչ այս էլ Իրանի հոգեվոր առաջնորդը հայտարարել էր, որ այդ առաջարկները իրենց համար բացարձակապես անընդունելի են եւ ուրեմն ուր է գնում այս զարգացումը։ Մնալով մեր ընտրած ձևաչափի մեջ, հարգելի հեռուստադիտողներ, մենք աշխատասենյակում նույնպես զորուցել ենք որոշ բաներ հնարավոր է, որ ես վրիպեմ, իմացեք այնտեղից է գալիս։ Ուրեմն գործառույթի խնդիր կա։ Իրան պետությունը իմիջիալոց Պարսկաստանը, երբ որ իր անունը փոխեց, հայտարարեց իրեն նացիստական պետություն, արիացիների պետություն 1933 թե 36 թվին համերաշխելով Գերմանիայի հետ։ Այսինքն վտանգ սպառնաց բրիտանական իմպերիային եւ սովետական միությանը։ Պատկերացնում ես Կասպից ծովի ափին Գերմանիայի դաշնակիցը։ Նա Իրանը արդեն, ոչ թե Պարսկաստանը։ Ուրեմն այն ժամանակ դեռ Իրանը փնտրում էր իր տեղը։ Հիմա մասամբ իր տեղը գտել է։ Այսինքն դա սպառնալիք է արաբական աշխարհի համար, արաբական աշխարհը համերաշխորեն եվրոպացիների դաշնակիցն է, ապահովում է էներգետիկայով, եվրոպացիների ուզած ռեժիմով։ Էներգետիկ դա ուղղակի բենզալցակայանն է Եվրոպայի եւ Արևմուտքի։ Ուրեմն չափազանց կարևոր է, որ ինքնուրույն չլինի արաբական աշխարհը։ Հենց որ դարձավ ինքնուրույն, կփակի, կբացի, երբ որ կա իրանական սպառնալիքը,
Հիշեք Իրաք-Իրան 10-ամյա պատերազմը։ Այսինքն դա հենց այնպես չի, կկրակեն, կհարձակվեն, դրանք հիշողություններ ունեն մինչև Եգիպտոս, Կամբիզ, Շահը, Կամբիզը Եգիպտոսը գրավել էր։ Ուրեմն Իրանը այդ իմաստով շատ կարևոր գործ է կատարում, արաբական աշխարհը դարձրել է հնազանդ գործընկեր արևմուտքի համար։ Երկրորդ կարևոր գործառույթը դա Պակիստանի դեմ հակակշիռն է։ Իրանը հենց դրա համար է ասում, ինձ ատոմային ռումբ, որտեղ Պակիստանը ունի։ Պակիստանը Չինաստանի գործընկերն է։ Հնդկաստանը այս թվում միջուկային գործընկեր չունի։ Այ Հնդկաստանը ուզում է տեխնոլոգիա տալ։ Այ հենց որ մի թեթև թույլտվություն լինի, եթե մի փոքր որոշեն, որ Իրանը իրավունք ունի միջուկային զենք ունենալու, ուրեմն Հնդկաստանը կհանձնի իր տեխնոլոգիան։ Բայց քանի դեռ դա Միացյալ Նահանգների շահերի չի բխում եւ դեմ է Միացյալ Նահանգները։ Այո, չէ, միայն Միացյալ Նահանգները չեն։ Իսրայելը դա ձևական հակառակորդ է, ընդհանրապես Իրանը Իսրայելի հետ գործ չունի, ոչ մի բան չունեն, խնդիր չունեն։ Այս ֆունդամենտալիզմը մահմեդական որ կա, դա նույնպես փաթաթված է Իսրայելի ներողություն Իրանի վզին։ Պարսիկները մինչև 70-ական թվականները այս տարածաշրջանի ամենաժողովրդավարական եւ ամենաաշխարհիկ երկիրն են եղել, ամենաարևմտական շահի ժամանակ։ Թուրքիան հետ էր մնացել իր բաներով զինվորական դիկտատուրայի տարերով։ Ուրեմն հաջորդը սովետական միության իրավահաջորդ Ռուսաստանն է։ Բա եթե Իրանը ունեցավ միջուկային զենք, բա չի ուզի Թուրքմենչայի պայմանագրերը չի եղել, ռուսներինը չի, չէ, հիմա Ադրբեջանը, Հայաստանը ռուսներինը չի, չէ, բա ումն էր Հայաստանը, Երևանի խանությունը, Բաքվի խանությունը, Մախաչկալան հիմա որ կա, այսինքն Իրանը կարող է ռուսներից չէ, հենց հիմա Իրանը Հայաստանում շատ մեծ ազդեցություն ունի եւ դրական ազդեցություն է, աշխարհի կողմից կարծես թե դրա դեմ ոչինչ չկա, այսինքն Իրանը միջուկային Իրանը դառնում է ռեգիոնալ միջուկային պետություն։ Ում է դա պետք։ Իրանին էլ պետք չի։ Կխփել միջուկային զենքով։ Դա էլ կա։ Իսկ Իրան-Ադրբեջան հարաբերություններում ինչ է կատարվում։ Մրցակից։ Բայց հերախոսազրույց եւ երկու երկրների նախագահները համարում են հարաբերություններում շրջադարձային պահ։ Ինչի մասին է շրջադարձը։ Ես ակնարկ արեցի 1933-36 թվականին Իրանը Պարսկաստանը անունը փոխեց Թաթարստանը Ադրբեջան կոչվածը Թաթարստանը թե Թուրքիան ինչ էր Ատրպատականը պետական անունը դարձավ Ադրբեջան այսինքն զուգահեռ էին այսինքն սովետական միությունը Իրանին հասկացրեց, որ եթե դու Գերմանիայի դաշնակիցն ես, իմացի, որ այստեղ դու ունես թշնամի, մենք հավակնում ենք հյուսիսային Իրանը տեր ունի, այս Ադրբեջանը, թուրք ժողովուրդը, որը դարձավ ադրբեջանցի ժողովուրդ, նա կարող է միանալ Թավրիզին, և զորքեր մտցրեց Սովետական միությունը Բրիտանիայի հետ համատեղ պայմանավորվեցին, զորքեր մտցրեցին, սովետական Ադրբեջան կար հյուսիսային Պարսկաստանում, անձնակազմ ուներ, ռայկոմի քարտուղարներով, կառավարությունով, բանով եւ այլն, Գուլագում ես դրանց հանդիպել եմ, այնտեղ էլ չարաշահուների բաների համար։ Այսինքն այնտեղ Սովետական միությունը իշխանություն ձևավորեց, Պարսկաստանի կեսը վերցրեց։ Հետո արդեն ամերիկացիները 46 թվականին ասեցին թրի տեղդ Ռուսներին հետ ուղարկեցին։ Ուրեմն Ադրբեջան պարսկական հարաբերությունները արյունահեղ ապագա ունեն ու մեր դերը այստեղ շատ կարևոր է։ Մենք ում որ օգնենք նա կշահի։ Դրա համար մեզ հետ պետք է լավ լինեն։ Մենք ենք լինելու գոսպիտալը, մարդասիրական։ Հիմա շատ մտածում ենք թե այս նոր իրադրությունը, եթե շրջադարձային է, մեզ համար ինչ ռիսկեր է ստեղծում։ Դուք հակառակն եք ասում, որ վերջերն է կարող։ Շանս է, բոլոր ռիսկերը ունեն շանս։ Մեր հայրենակիցը, այդ աստրոֆիզիկոսը Գարիկը Իսրայելյան ասում է բոլոր տագնապները
տալիս են շանս եւ ռիսկերը դրանք վտանգները դրանք նաեւ շանս են։ Մի վախեցեք սխալվելուց։ Ես ասում եմ, որ մենք հիմա շանս ենք ունենալու, որովհետեւ այդ հակամարտությունը ունիա, եթե միանան, այսինքն օկուպացիա լինի, անշլյուս, կարելի է ասել, անշլյուս, տեսեք թույլ չտվեցին, որ մաքուր գերմանացիները, ավստրիան, մաքուր, գերմանախոս եւ գերմանացի, միանա Գերմանիային, դեռևս 19-րդ դարում, արգելվեց, թույլ չտվեցին, հիմա էլ արդյոք կուզենան, որ Իրանը դուրս գա Աստրախան, դուրս գա Կովկասյան լեռներ, այ եթե միանան, եթե չմիանան, բայց խառնակ ժամանակ այդ դուք ասացեք վտանգներ են, քաոսը, այ այսօր այդ նեո ժամանակներում քաոսային վիճակ են ստեղծում, որպեսզի կարգավորողները դեր ստանան, ֆունկցիա, գործառույթ ստանան։ Բա որ առիթ լինի ոնց եղավ Իրաքը ոնց հարձակվեց Իրանի վրա։ Ոնց Ռուսաստանը հարձակվեց։ Ոստիկանը չկա, Ամերիկան թուլացել է։ Ոստիկան իմիջիալուս թիվ կա։ Ասում են, որ Չինաստանի տնտեսության համաշխարհային արտոնաբերական արտադրանքի 35%-ը Չինաստանում է։ 12%-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներում, 35 եւ 12%։ Այսինքն ոստիկանը չկա, դրա համար էլ այդ ժամանակ հիմա, եթե ոստիկանը շատ թուլանա, Իրանը չի օկուպացնի, կօկուպացնի Ադրբեջանը, Իրան դաշնակից պետք է թե չէ։ Բանակցությունները որտեղ են վարելու Հայաստանում, մենք պետք է դա պահենք։ Ադրբեջանը պետք է իմանա, որ մենք պետք ենք լինելու Ղարաբաղի համար իզուր սկսեց, դա ինչ էր տար։ Տեսեք ինչ հեռանկար, եթե իմ նման մի խելոք, շատ խելոք մարդ, հադը Բաքվում լիներ, կասեր մի արա, հայերը թող մնան, Օսմանյան կայսրությունը պահում էր, հռոմեացիները, պարսիկները հայկական պետությունը պահում էին իրենց կողքին, դա անվտանգ պետություն է։ Թուրքիան 1918 թվականին հենց դրա համար ճանաչեց հայկական պետության անկախությունը որպես բուֆեր ռուսական իմպերիայի հետ։ Ուրեմն ես կարծում եմ, որ մենք հնարավորություն ունենք շահելու այս քաոսային վիճակից։ Տեսնենք ինչպես զարգանան իրադարձությունները եւ ներհայաստանյան օրակարգ, իշխանության ներկայացուցիչներ եւ եկեղեցու բարձրաստիճան սպասավորներ այս հակամարտությունը, այս խորացող, չգիտեմ, ճգնաժամ ասեմ, հա։ Դուք ընդհանրապես ինչ կասեք, մասնավորապես ամենաթարմից սկսենք, հետո ընդհանուր գնահատականներ տանք։ Վարչապետը այսօր հերթական գրառումն է արել, ասում է. Իմ ընկալմամբ ամենայն հայոց կաթողիկոսը անքննելի հեղինակություն է, արդարության անսասան պաշտպան, ճշմարտության անառարկելի աղբյուր։ Չեմ կարող հավատալ, որ ամենայն հայոց կաթողիկոսը կարող է ճշմարտություն կոծկողի դերում լինել։ Չեմ կարող հավատալ, որ ամենայն հայոց կաթողիկոս բերանից կարող է հնչել այլ բան, քան ճշմարտությունը։ Գարեգին II-ը ինքն անձամբ թող պատասխանի։ Արդյոք խախտել է կուսակրոնության ուխտը եւ արդյոք զավակ ունի։ Մենք իր հոտը իրավունք ունենք իրենից լսելու ճշմարտությունը։ Սա ինչ է ձեր կարծիքով, քաղաքական ճնշում, թե թափանցիկության կոչ։ Ես կասեի նախ ձևով սա պետական այր, պետության ղեկավարի ուղերձ է, պետական լեզվով եւ զսպվածությամբ հավասարակշռված բան։ Լեզուն լրիվ փոխվել է առաջին այսպես եթե սկսվեց, սա լիներ հենց առաջինը, ու տակը մի նախադասություն էլ պետք է, մի բարբերություն պետք է լիներ, որ իմ ձեռքի տակ են Արդարադատության նախարարության զեկույցները եւ ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի քննարկման հետևանքով ձևավորված տեղեկանքը այն մասին, որ խնդիրներ կան հայ առաքելական Սուրբ եկեղեցում, ես կարծում եմ, որ պետք է լսենք մենք վեհապարին այդպես եթե լիներ, մենք հիմա բոլորովին այլ լեզվով խոսեինք եւ այլն, բայց դա ձևն էր, իսկ բովանդակության առումով ընդհանրապես ես անձամբ դա բարբերաբար, հենց որ հարցնում են ինձ եթերում, ես ասում եմ, որ ես կողմ եմ, որ ամենայն հայոց կաթողիկոսը լինի ճիշտ մեր նման, մեզանից մեկը, որը հատուկ կրթություն է ստացել, հատուկ կրթություն,
որ մենք դրանով չզբաղվենք, ծառայություն կկատարի, մեր եւ Աստծո մեջ ինքը չի, մենք ուղիղ Աստծո հետ կապ ունենք մեր աղոթքով, պետք չի մեզ միջնորդ, բայց ծառայություն, այ եկեղեցուն արարողություններ, ծեսեր, հետո հիշատակը, հիշողությունը պատմական, այ գրապար խոսեն, այ ես որ իմանամ, ես իմ ինքնության մեջ գրապարը կարևոր է, եկեղեցին կարևոր է, ես կարծում եմ, որ կաթողիկ կուսակրոնությունը պետք է արգելվի օրենքով, մենք իրավունք ունենք Հայաստանում գործող կրոնական կազմակերպություններին որոշակի պարտադրած կանոններ տալ, կուսակրոնությունը արգելված է, այսինքն կարող ես ամուսնանալ, կարող ես չամուսնանալ, պարտադիր չի կուսակրոնությունը եւ ամորցատվելը նույնպես արգելված է, ինքնավնասարարություն կամ աչքդ հանես կամ քեզ ամորցատես, չի, թույլ չենք տա կպատժենք, բայց դու եղիր մեր նման, մենք իմանանք, որ դու ընտանիք ունես, քո երեխային բանակ ես ուղարկում, աղոթելով ուղարկում ես, ոնց որ մենք ենք ուղարկում մեր երեխային բանակ, մեր աղջկան մենք կրթում ենք, մեծացնում ենք, օժիտ ենք դնում հետը, անվտանգության օժիտ, այլ որ ընտանիքը ամուր լինի, որ ինքը իմ նման մտահոգված լինի, ապա հարձանի խնդիրներ կան, աբորտի խնդիրներ կան, թող ինքը անձամբ զգա դա մեզանից մեկը, որը ծառայում է մեզ, մենք վճարում ենք, մենք փող ենք տալիս, գիտենք, որ իր ընտանիքը այդ փողից ստանում է, բայց այսօր մենք փող ենք տալիս անդամավճար, իմիջիորից անդամավճարով պետք է լինի, ես ասեմ միջանցքում, Գերմանիայից եւ Հունաստանից թող արտագրեն, անդամավճարը հարկայինով գնում է, թափանցիկ ֆինանսական, Գերմանիայի եկեղեցիները տարբեր են այնտեղ, թափանցիկ են, որտեղ հարկայինը հավաքում է, պետությունը ծառայում է եկեղեցուն, այդպես ասեմ, հասարակական կազմակերպությունը, պետությունը ինքը ծառայություն է մատուցում, հարկայինով, այսինքն բոլորը գիտեն, ինչքան փող հավաքվեց եւ որտեղ ծախսվեց, ուրեմն ընտանիք ունեցող գերմանացիները հոգևորականները, բողոքականները դեկլարացիա են գրում, որ փողը ստանում են անդամավճարներից հավատացյալների եւ ծախսում են իրենց ընտանիքի վրա։ Մենք այսօր փողը, նվիրատվությունները, ծառայությունները տալիս ենք կուսակրոն մեկին, որը ոչինչ չունի, քենի չունի, զոքանչ չունի, մարտի 8-ին նվեր չի տալիս։ Եթե գումար է հայթայթվում, ինքը դա բաժանում է զոհված զինվորականների որբ երեխաների, նրանց ուսման վարձն է տալիս, նրանց բժշկական օգնություն է ցույց տալիս, վճարը ինքն է տալիս, բայց հենց որ մենք պարզում ենք, որ մեր նվերը, որ մենք տվել ենք եկեղեցու համար, շինության համար չէ, շինությունը պետք է պետությունը պահի, որպես ճարտարապետական հուշարձան, մշակութային կոթող, մեր վրա է տանիքը, կոյուղին եւ այլ, մենք պետք է անենք, բոլորս, նույնիսկ աթեիստները թող վճարեն։ Հայաստանի Հանրապետությունը քրիստոնեական պետություն է սահմանի վրա, մենք ֆորպոստն ենք քրիստոնեության, աթեիստես միևնույն է, վճարի, կրոնի փողը տուր, 20% տվել ենք, չէ խալիֆին, տվեք հիմա մեր եկեղեցուն, այդ փողը, որ ես տալիս եմ հիմա կուսակրոն հոգևորականին, ու պարզվում է, որ ինքը այդ փողից յուրացնում է, չի ուղարկում զոհված զինվորականների երեխաներին, դպրոցներին, մանկապարտեզներին, այլ ուղարկում է իր տուն մարտի 8-ին զոքանչի համար նվեր է առնում, ես օրինակ նվեր առնում եմ բիժուտերիա, ինքը ինչ կառնի, ամենայն հայոց կաթողիկոսը կարող է պլաստմասայից նվեր առնի, չէ, թանկարժեք բան, ես դրա համար ասում եմ, որ վարչապետը այս ոճը գերազանց է ընդունելի, այս ոճը, այս լեզուն, պետության լեզուն, մեր փաստաբանը, դատի է տվել, ասում է, պետական լեզուն աղավաղում է, խախտում եք օրենք, լավն է, ես ուզում եմ, այդ դատին կգնամ, այս լեզվով եւ այս ծրագիրը, այո, հաշվետվություն, ես ուզում եմ տեսնել փողը ուր է գնում, մեր մեծահարուստները, որ նվերներ են տալիս։ Ամեն դեպքում այդ կուսակրոնության ուխտը վերանայելու կարիք ունի, կամ եկեղեցին մեջ պիտի վերանայի, կամ ես առաջարկում եմ։ Այսինքն մի սահմանափակում են ընդունել, որ չխախտելը հնարավոր չի, խախտելն էլ մեղք է,
Կոպիտ Իմ ասած ես 12 տարի ազատազրկված եմ եղել, սեքսուալ զրկանքների եմ ենթարկվել, այդպես ասենք, բանտը դա տեղը, որտեղ դու սեքսից ազատված ես, առողջ տղամարդին դա անհրաժեշտ է, եթե առողջ է, մեր հոգևորականը պետք է առողջ լինի, ուրեմն նա պետք է անպայման կին ունենա, օրինական, սիրուհի պետք չի, սիրուհի հարճ, եթե առողջ տղամարդ է, իսկ տղամարդը հոգևորականը պետք է առողջ լինի։ Ես ասում եմ նույնիսկ ամորցատելն եմ արգելում, ուրեմն թող առողջ լինի, չէ, առողջ լինի, ընտանիք ունենա եւ մեր նման ապրի։ Այսինքն ես ասում եմ օրենքը, մեր օրենքը, մեր պետությունը այդպիսի պետք է պարտադրի հասարակական կազմակերպություններ, բարեվարկություն եւ թափանցիկություն, իսկ մենք ինչ գիտենք այդ կրոնական կազմ ոչ միայն հայ առաքելական սուրբ եկեղեցին, ուրիշ եկեղեցիներ էլ կան, իսկ ինչ գիտենք, նրանք ինուագենտ են, թե չէ, թափանցիկություն եւ պարտադրանք, մեր պետությունը պետք է թափանցիկություն ապահովի պարտադրելով։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News եթերում, ես զրուցում եի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ, կհանդիպենք։